Պեչի բարբարան Մասերմանա Եղես վարչապետի վացին իմ կոլեգաները ոչ մի բան Արա, այ տղա է Ուտելույա Ոչ Դավո հլը մկրատը Ես իմ ամենա սիրած գյուղն այս Ոնց է ես գյուղի անում Աշի դու հետս չէ Ես էլ այդս Մեր համար տանգրտանը գալում ենք Եթե եկանք տեսանք հրապարակում մինիմում 100,000 մարդ չեղե ու գոլալա Դուք ասում եք Սամվել Բաբայան, ճիշտ է Մի օր ասում եմ հավաքվեք միտեղ գամ քրվեք հետո Մի ժամանակ որ արձականցի նմանակում շատ էի անում, իր թիկնապաներից մեկը ասում է որ ես չեմ հասկանում, դուք ինչ լեզվով եք խոսում, որ իրար երկուսով հասկանում Ես չեմ կարող Ինչա պետք դուք ասեք Կարանք մենք ասենք, կարանք ասեն Բարև ձեզ Արշակ Սադոյան զանգահարում տղաջան Ստե լուսկին վարեցին գեմ Պատկերացրել է, որ ինքը Վանդամն է ու տենց ուղարկել է, որ թող զգուշ լինի Այս դու շարունակել ես էլի Բնականաբար ու անելու եմ, բայց որ համար են ուզում, այդ ամենը խնդալու Քո համար Հա, մի անգամից գույն WhatsApp-ըդ գրի Անշուշտ ինչ հեղափոխություն է կատարվելով Պոպուլիզմը շատացել Ողջույն սիրելի հետևորդներ, մենք նորից եթերում ենք ու նորից նկարանում ենք խոհանոցում հաղորդաշարը։ Էդ ինչ պաուզա էր բանը։ Հատուկ մոնտաժի պաուզա է։ Ես սպասում եմ, գիտեմ բանն ես ասելու, որովհետև ես ունեմ ասելու դրա համար էլի։ Ես էլ եմ ողջունում ձեզ սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ մեր հաղորդումը նայելուց հետո բաժանորդագրվում եք, սեղմում եք այդ զանգակի կոճակը։ Եվ այսօր ես քանի որ Գևորգի տեղն եմ այսպես ասած զիջել է ինձ իր այս ընտիր տեղը այսօր ինձ լավ եմ զգում իր գահի վրա հա գահին հա Գևորգի գահն ասա այստեղ համել բացվել եմ էլի տրամադրությունս էլ է բարձացել եւ իհարկե Գևորգը էմոն իմ տեղն է էլի նստել կներկայացնի մեր այսօրվա հյուրին խնդրեմ Սիրելի հետևորդներ ասեմ որ այսօր աթոռակռիվ չկա Էմիլի իմ շատ շուտ վանկեր, նա պարզապես զիջել եմ այսօր իմ տեղը, դրա համար տաղանդավոր լավ խոսում է։ Սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրին։ Տիկնայք եւ պարոնայք, տաղանդաշատ, դերասան եւ պարոդիստ Արամ Մանուկյան, ձեր գուրընծափարությունները։ Աղջան ողջույն։ Կարող եք եկել մեր խոհանոց։ Սա յուրահատուկ խոհանոց է, մենք ստեղի ոչ մի բան չենք եփում թավու, ուղղակի խոսում ենք մեր աշխատանքների խոհանոցային կյանքից Հնարավորինս խնդալու պատմություններ ենք հիշում, ես վստահ եմ դուք ունենաս այդ պատմություններից ու համոզված եմ մեր հետևորդները անհամբեր սպասում են այդ պատմություններին։ Դե քանի որ ինձ շատերը ճանաչել են Տիգրան Արզականցյանի նմանակումով, հենց առաջինը տաբերեցի Արզականցյանի հետ կապված իրական դեպք, երբ որ հանդիպեցինք պետքա համատեղ վիդեո նկարեինք։ Իրար հետ։ Հա։ Ահա Առաջարկը իրանց կողմից էր եղել։ Օ։ Հա։ Մի խոսքով ասացի պարոն Արզականցյան, հենց ես խոսք եմ ասում ձեր պարոդիայով, դուք մտնում եք կադր, մի խոսքով պատրաստ եք, պատրաստ եմ։ Մատոր գնաց, ասացի Սիրելի հայրենակիցի բարեկամներ։ Եսի ուղղբատ հայրենակիցի բարեկամը ո՞րն է այդ։ Զոմ այդքան շատ բաներ, որ ասում եք մեզ համար անհասկանալի, դա էր ձեզ համար անհասկանալի։ Բայց այդ արկի է, որ առաջարկությունը իրանց կողմից է եղել։ Հա, դե հետո մենք TikTok-ում բաթել խաղացինք։ Հա, դա չենք իմացել։ Իսկ այլ հերոսներ, որոնց դու Ուրիշ հերոսի անուն չգիտեմ։ Չէ, որոնց դու նմանակում ես, էլի նման առաջարկներ եղել են իրանց կողմից կամ քո կողմից համատեղ ինչ-որ պրոդուկտ կարելու։ Բայց վերջում ես վերջի ներկայացման ժամանակ Հովիկ Աղազարյանն էր եկել։ Շատ լավն է։ Հովիկ Աղազարյանն էր եկել Հակոբ Աստանյանի հետ։ Տեսա զարմացա, տեսա։ Հա դու չգիտեիր։ Չէի հավատում որ։ Լասա ինչ ասել, այս իրապես էլի։ Տեսա, հենց տեսա, Հովիկ բարբար դուք եք Ողջույն ձեզ, ողջույն, լավ է դու։ Վերջում դա բնական է, կանասեցի նա շատ լավ ստացված ներկայացում էր։ Դա իրանք սպասում էին, որ ես Հովիկ Աղազարյանին պետք է նմանակի, պարզապես այդ ներկայացման մեջ չկար։
Թարսի պես է։ Լուրջ դարսի պես է։ Բայց հարմարցրել ես էլի։ Ասա հարցերը դեռ ասա մեզ էլ հետաքրքիր արեմ։ Կան կարևոր հարցեր որ Հարցեր ճիշտ ասած ես արդեն 3 տարի առաջ ուղղել եմ վարչապետին կապված TikTok-ի վատ մասայի հետ։ Հա, այն վիդեոներով ինչ որ Հա, այս 3 տարի է խոսում դրա մասին, բայց չկա արձագանք, չեմ կարող ասեմ խի չկա արձագանք, բայց դեռ հույսը չի մարել։ Հույսը վերջում է։ Հա, որովհետև այսօր այդ նույն հարթակից թե վարչապետն է օգտվում, թե ես, թե երեխաները բոլորն է տեսնում են ինչա կատարվում։ Հատկապես fake edge-երով, երբ որ ձեզ եմ նմանակում պարոն վարչապետ, շատ են ինձ գալիս վատ բաներ գրում, բայց դե ամենավատ կոմենտը ինչ է եղել արամ որ ստացել ես, ասենք տպավորվել է մեջդ։ տպավորվել չի ստե։ Չէ, ես մի հատ ասենց ասած վատ խասյաթ ունեմ, հա, բնավորություն ունեմ, ներողություն։ Որ գրում է ես պետք է գտնեմ։ Եթե չեմ էլ կարում, չեմ մոռանում, իրեն շատ վատ բան է։ Չէ, անկեղծ եմ ասում։ Ու շատ է եղել։ Գտնում ես երկրորդ բառը ասում է մենք ընտանիքով գիտես քո բոցերը ոնց ենք սիրում բան, ասեն։ Այն Քամրանին էդ ինչ ես անում, Քամրանը դու պրիչոմ կոպիտ ասած էլի։ Ոսկի դու ինձ վիրավորել ես, չպետք է վիրավորեիր։ Հումորը այմա վարչապետն էլ է լավ նայում, Սերժ Սարգսյանը չգիտեմ, միգուցե լավ անշուշտ ավանայում, բայց Ես կարելի մի քիչ թեթև նայել, ես էլ եմ փորձում արդեն թեթև ապրել, որովհետև կարամ այդ ժամանակը տամ ձերպես լավ մարկանց, ձեզպես լավ մարկանցից ավել բան սովորեմ, բայց չգնամ չտրվեմ այդ հիմար խոսակցությունների։ Այդ հեյթերներին, հեյթեր կոչվածները էլի, որ մի օր այդպես հավաքվեն, ինչ կասես, այդպես որ սա հավաքվեն իրար գլուխ։ Երկու բառով։ Հա։ Այդ շատ կա։ Միտեղ բարելուս, միտեղ բարելուս։ Մնացածը թող իրենց Վայ։ Դե օրինակ կարասրակ ես TikTok-ի հարթակից ընդհանրապես չեմ օգտվում, որովհետև գիտեմ էլ այնտեղ մի քիչ այդ բանը շատ է այդ կեղտը վատը ամեն ինչ ցածրած ճաշակ ու այդ կարգի այդ կլասի մարդիկ այդ որ տունը նստած էսին ֆեյք բաներով գրում են, բան դրա համար առասարակ տենց փորձում եմ հերու մնամ, դաժե вообще դեջել չունեմ, ոչ էլ բան։ Ես էլ տեղակ չեմ ինչա կատարում։ Տեսնում մարդիկ դե ովքեր որ զբաղվում են, ասենք իրանք դե բնական է պետք է ունենան, բայց դե լիքնում են որ դաժե որ այնց տեղա չես էլ ուզում մտնես այդտեղ։ Բայց մենակ Հայաստանում է տենց։ Հայաստանում TikTok-ը կարա մեկը էլի նախանձի հողի վրա գժվի, ասի ոնց ինի կարա խոսքի տարոնը բարեգործ է, օրինակ։ Խի պետք է ինքը այսքան դոլար աշխատի, ես իրանից ինչով եմ պակաս ու բռնի լայվ բացի։ Էդի շատ մի հատ կեղտոտ խոհանոց է, այս խոհանոցից ընդհանրապես չեմ ուզում։ Մեկը շատ մարդ։ Չէ, էլի պետք է չի այդքան ժամանակ իրանց տրամադրել, իրանք իրանց յուղով թող տապակ։ Դե բերեք ուրախ պատմություններով հիշենք։ Ուրախ պատմություններ հիշում եմ ծառայությունից, դե ես ինձ հիշում եմ նմանակումներ անում եմ, նմանակում էի Արշակ Սադոյանին մի անգամ, դե այնքան շատ էի նմանակել, մինչև բանակ գնալը արդեն հետաքրքրվել էի, որտեղ է ապրում, բան։ Զանգեցի մի անգամ շատ պարապ էի, զանգը արեցի 104 գազի վարչություն, եթե չեմ սխալվում։ Ասեցի Բարև ձեզ Արշակ Սադոյանն զանգահարում տղա ջան։ Ստե լուսկին վառեցին գմբ, բան մի հատ խնդրում եմ Այգեստան հասցեն հստակ գիտեի։ Հասեք Այգեստան, հեսա բաժարը ընկնելու ու այդ ամեն ինչը տևել է 30 րոպե ու ես չեմ հասկացել որ կարա դա լուրջ լինի ու հասել էին իրանց տուն։ Հասել են իրանց տուն, ես գիտեմ որ հիմա 2 Սադոյան չի լինել, ես պետք է շուտ ասեմ որ այդպես բան չկա։ Հիմա որ այն պահն է որ արդեն մտնում, պարոն Սադոյան դուռը բացեք, ասում չեմ կարա էլի բացեմ, դուռը փակի գնացեք, հանգելա հիմա այս պարկում եմ քնեմ այմար։ Հասել են զանգել են։ Բացեք, ինչը ստուգ ես դու, դու կռիվ բան չես մանգալի, գնա այմար։ Մի խոսքով համոզել եմ գնացել է, հետ են նորից եկե։ Անկապ անուն եմ տվեք։ Այմար Գագիկին ճանաչում եք։ Հա, մեր ղեկավար։ Դե Գագիկին կասես, ինքը կասել, ինչ ես ուզում հիմա։ Էդի տենց լավ ավարտվեց։ Համոզեցիր հետ ուղարկի։ Հա, հետ ուղարկեցի։ Մի բան է պետք է անել, էներգիան շատ էր։ Որոշեցի, որ ես ինձ պետքա հրամանատարը տեղում չէր գնդի հրամանատարը, պետքա ես
գնդի հրամանատարի ձայնով 13 չեկան գծեց Զամպալիտին զանգեմ ասեմ որ Մանուկյանին թողտուն որ կավեինի տեքստ բերի մենք պետքա կրենք Բերեցին ճիշտ է հաղթեցինք մի հատ նյուանս կար դամաշնի մեջ խաղացինք որ վատ էինք էդի համարում եմ որ վատ էինք արել գրել էինք որ հրամանատարը արվամոլ հա բայց շատ խնդալու էր բայց դա էլի հիմա այդ դրա համար մեզ երկրորդ տեղ էլի հասավ լավ եք բրծել էլի հա էլի լավ շատ լավ եք բրծել շատ լավ ես արդեն դատվելուց էի բանանը զանգ արեցի ու ասեցի որ պետքա Մանուկյանը գնա տուն Զամպալիտին 5 օր առաջ եկե օտպուսկից ոչ պետքա գնա մի խոսքով գնացի եկա նորմալ սա նորմալ եկավ դե գնացի մուզովոդում սցենար տղերքի հետ գրեցինք իբր բերել եմ սցենարը Նիմջայլոց այդ ժամանակ ձեր անունից էլ Արտյոմ ջան սուտ եմ խոսացի, սա կասեմ շատ հետաքրքիր։ Ես էլ եմ դատվելու։ Քանի որ ինձ ես ճանաչում չունեի, դուք ունեիք ու ես կասեմ, ես այդ ժամանակ ներկայացումների գնում էի մի անգամ քո այդ բախտ վիճակվել, հա, Աշոտ Եդիգարյանի, Աշոտ Մելոյանի հետ ես գնում պարոդիաներ էի անում մարզերում։ Հա։ Մի անգամ մենք Արարատում ենք եղել, ես այդտեղ 17 տարեկան էի։ Անգամ ես հիշում եմ ձեր տատիկի մամայի հետ կապված կոֆեի պատմությունը, որ ապրեսին տատու պատմությունը, հա։ Ես ասում էի, որ ես մարկանցից պետքա գնամ սցենար բերեմ, տպավորել, որ ես լուրջ դեմ եմ էլ, բայց ես իրանց հետ եմ շփվում, բան։ Մի խոսքով գնացի եկա մի հատ էլ ասի։ Մի հատ էլ պետք է ղրգես։ Այդ անգամ բռնվեցի։ Այդ անգամ բռնվեցի, բայց լավ անցավ։ Բայց ո՞նց է բռնել։ Չէ, այդ անգամ արդեն գիտեին, արդեն զորքն էր խոսում, որ Զամպալիտի ձենով խոսում է, Պալկայի ձենով խոսում է, հրամանատարի կանչի շատ հրաշք մարդ էր Շահնազարյան Թեյմուրը։ Ինքը դիտում է ողջույններս, կանչեց ասեց էլ մի արա։ Բայց ժպտալով էր, ոչ մի բան ավելորդ, ոչ մի բառ, ոչ մի։ Այսինքն դու առաջարկամ իրան էիր զանգե, հա Զամպալիտին։ Դրա մարաշ։ Ինքն է հարագարակ էր խոսում, Հովիկ Աղազարյանի նման։ Ճուդիկներ։ Արամ ներկայացում ասեցիր, որ եկել է Աղազարյանի հյուր, գիտեմ որ հիմա ներկայացումներ ունես ստենդափ ժանրի մեջ ու կարծեմ թե եթե չեմ սխալվում, ոնց որ դուրսն էլ ծրագրավորվող ներկայացումներ կա եվրոպական տուրը ոնց է, չէ՞։ Երեք քաղաքում եմ լինելու, հա։ Գործ կա ներկայացումն թվով իմ երկրորդ, ինքը մոնո է, ստենդափ չի։ Հիմա երրորդն են գրում մայիսի 28-ին Բոհեմում կլինի տեղեկացնեմ, հիմա չեմ ուզում վերնագիրն էլ ասեմ, մի քիչ պետք չի։ Եվրոպա լինելու եմ Բերլինում, Նյուրնբերգում, մեկ էլ Բրյուսելում։ Okay, հաջողություն ենք։ Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Քաղաքական են թեմաները։ Քաղաքական չեմ ասի։ Թե կերպարներն են։ Կերպարները, հա, օրինակ ոնց կլինի ոստիկան Նիկոլ Փաշինյանը, ոնց կլինի բժիշկ Սերժ Սարգսյանը։ Այս իրավիճակները, էլի։ Հա, իրենց ուրիշ սիտուացիաների մեջ են, նո՞։ Հասկանալի։ Վատ դրության մեջ եմ։ Ու ինձ թվում է դու վատ դրության մեջ ես ընկնելու։ Հա, ես որ Հովիկ Աղազարյանին տեսա, մտածեցի Նիկոլ Փաշինյանն է կարող ամֆիթատրոն։ Նեղացողներ եղել են արամ։ Նմանակումներից։ Հա։ Չէ։ Կամ որ ինքը ուղիղ քեզ չի ասել, բայց դու հետը շփոթությունը չգիտեմ, ինչ որ ձևի քեզ խաբար անեն։ Անուն չեմ ասի։ Լուրը բերել հասցնեն, որ բան, կամ նեղանում են, կամ դա իրանց համար վատ։ Եղել է, անուն չեմ ուզում ասեմ, եղել է, պատկերացրել է, որ ինքը Վանդամն է, այնց ուղարկել է, որ թող զգուշ լինի։ Բայց դու շարունակել ես էլի անում։ Բնականաբար ու անելու եմ ես վատ բան չեմ անում։ Հիմա ես իրանց տեքստով, իրանց հետ եմ, ու ես չեմ համարում, որ մեր պարոդիստները շատ կան, չէ՞։ Ինչ-որ չափ են անցնում, չկա տես բան։ Կոպիտ ասած, այսօր քաղաքական գործիչները ավելի խնդալու են, քան մեր արածները։ Թող իրանց դեմը առնեն, մենք վատ բան չենք անում, էլի, հաստատ այդ կարմիր գծերը չենք անցնում։ Եթե անցնենք էլ, կարծում եմ, չգիտեմ, կողքից այնքան խելացի մարդիկ կան, կլինենք ասեն մի արա, այս մի բանը պետք չի։ Չէ, բայց շնորհքով բան որ անում ես, լավ բան անում ես։ Չէ, կոնկրետ Արամին է, այդ օրվա իրադարձությունները, ինչ որ կատարվում է, ես տենում եմ, այդ օրը տենում ես օրիգինալը, իրիկունը տեսնում ես կոպի, այդ օրը առավոտը տեսավ օրիգինալը ինչ կատարվեց, ինչ որ մի քիչ յուրահատուկ բան, իրիկունը
Կովին Վրաս պենոպլեքսից սրտիկը սարկում կտեսնում։ տեսնել է, սա շատ լավ է։ Վայ։ Մի խնդալու պատմությունը պատմում առողջության հետ կապված, դա ես դեղերից ալերգիա ունեմ։ Ունեն ստացվեց, որ մի անգամ աշխատանքի վայրում գլխացավի դեղ ուզեցի, դե կան չէ, Ամերիկայից բերած է էսի բան, ասի տոմիկ խմամ, որ Ամերիկայից բերած է։ Մի խոսքով խմեցի, սկսեցի արդեն ուռել, չէի կարողանում շնչեի, վատացա։ Հա, մինչև օֆիսից հասա տուն, հենց մտա տուն, ուշագնացությունը ցենց վերցեց, խփեց բոլին։ Ուշքս գնաց։ Հիմա հետ են բերում, հիշում եմ էլի, արդեն որ պետքա տանեն ինձ հիվանդանոց, մեր մոտիկ հիվանդանոցն է, լավ չասեմ գովս չլինի։ Ու խոսքով պետքա տանեն հիվանդանոց, հարևանները լցվել են, հարևանների մեջ եկա մի տղա, եմ կա չէ, որ ինչից խոսած ինքը ավտոից է խոսում։ Ու չի հասցրի կասեի, ես առաջ ասած։ Չէ, ինքը դուք հասկանալով խոսած, ես 100% գիտեմ, ինքը որ պրոստը խոսում, որ տպավորություն ստեղծվի, որ ինքը գիտի։ Հիմա ասում են, դե ոբշեմ հարամին վերցրա, տար, ես եմ կինսա, ու այդ տղենա իմ մեքենայով գնում ենք 50 մետր չեն գնացել։ Տեսել է իմ վիճակս, մեռնում եմ, ու 100% կմեռնեի էլի հերոիզանից։ Սենց անում։ Ապա խադավոյցը ձենա գալի։ Ես ցապքի բաճենիկը ցապա։ Ասում եմ, կարոպկիցս է ձեն գալի, նոր մեռնում է, ինչ է նշանակում, խադավոյցը ձենա գալիս։ Օհո։ Խնդալել չամպին։ Ինչ է բանա, մատուրն է։ Ներկայացումների ժամանակ լինում է։ Այ մարդ քաշի։ Ես չգիտեմ էլի Արամ, որ դու բան շփվում ես հանդիսատեսի հետ։ Լինում է որ այնպես մի հատ ադաչա լինի, այն որ տենց որ տպավորվել է մեջը, թե ինչ որ բան հարց, այնտեղից մի հատ այնպես պատասխան։ Վատ յանի։ Հա։ Վատ նկատի։ Վատ լավ, բայց այնպես բան որ անսպասելի։ Չէ, կարա լավ լինի, այն որ թույն որ իմպրովիզով մտնես այդ էս։ Բայց լինում է որ տպավորվում է մեջը, էլի այդ լավերը շատ լավ է, շատ է։ Լավը միշտ լավ է տալիս, Էմիլի ասացին, իմպրովիզը արդեն ավելի լավ է սկսում աշխատել, բայց վատ եղել է հոկտեմբերյանում։ Ես կարծում եմ չեմ լինի հոկտեմբերյանում։ տենց։ Հա։ Որովհետև դու խաղում ես ու չէ, մի 16, 17, 18 տարեկան մաքսիմում տղեր կային մեջները, որ եղել է, որ ներողություն եմ խնդրել, ասել եմ առանձին վերջում խոսենք, բայց չի կարելի։ Խելոք չեն մնացել։ Խոսում ես, հետդ խոսում ես, նույն բանը խոսում ես, ինչ-որ աղջիկների հետ են ելնում, սկսում։ Դա խոժանություն, դա հանդաստիարակություն է։ Հա, հետո մի քիչ էլ այդպես քաղաքական բան կար, որ ասացին տեքստը պետքա նայենք, եթե մեր հերոսին կամ հերոսներից մեկին, չգիտեմ, քաղաքական նմանակելու եք, բան, ասեցի լավ դες։ Իսկ ով էր այդ նայողը։ Տեքստը։ Հա, այսինքն Ակումբի այ քեզ բան։ Պահակը։ Շատ բարձա։ Ինքը շատ լավ ասաց, Էմիլ ջան, շնորհակալ եմ։ Այ քեզ։ Հա, չէ, բայց ընդհանուր առմամբ տեղից մի նեղացի, որովհետև այդ քաղաքը մեղավոր չի, որ բանին ներկայացմանը ուղղակի համընկել է։ Քաղաքից ոչ նեղաց է եղբայր։ Չէ, ես քաղաքից չէ, քաղաքից ունեմ, որ ասում ես դժվար էլ գնամ այնտեղ։ Օրինակ լենական կարար յուրաքանչյուր տեղ լիներ, էլի։ Գյումրի մտածում եմ ես ոնց եմ ստեղ ներկայացում խաղում, ոնց է լինի կգանք ասեն իրոք մի բան էլ դե ոնց էլ մի բան sense վատ կարող որ չգիտեմ թվացած լինի բայց այնքան շնորհակալ գնացի այդ ինձ ավելի ոգևորեց ոնց որ ես կարմիր դիպլոմը ստացած լինեի էլի այդ իմ կատեն բան գիտես օրինակ ես Գյումրիում որ առիթ էր լինում բեմ բարձրանալու ինչ որ նոր համար էի ունենում լարված էի ասենք ուրիշ տեղերում այդքան լարվածություն չկար, բայց այդքան չկար, որովհետև իմ համար կար այդ բանը, որ եթե ես լենականցում կարողացա ծիծաղեցնել, ուրեմն աշխատել է այս բանը, էլի։ Կատ են բան, որտեղ հանդիսատեսակ Էն էլ հումորի բան, հումորի մասով ընդհանուր, որովհետև այդպես այսենց բռնում է, էլի։ Ես քեզ խնդրում եմ իմ պարոն Արզականցյանի տեսակով Գյումրի այդ հանդիսատեսից mən շնորհակալական խոսք ասես այդ օրվա համար, եթե կարելի է։ Շատ ճիշտ ծափարություններ են կատարել հանդիսատեսի նկատմամբ հասկանում եք պետք չի բարբարն մսերմանա որպեսի արտիստն ինքը
Հասկանում եք։ Բրավո։ Շատ ճիշտ։ Արագում ոնց եմ պահը բռնում եմ, ուզում եմ պարոդիա ստանամ, որտեղ Գիտես այդ բային իր մեջով հաստում էլի։ Իրականում պահը բռնում եմ, որովհետև իրականում բանը շատ նման է։ Շատ ամն է, ես միշտ ասում եմ, ես վերջին ժամանակներում երևի ամենակննարկված վիդեոները քոնն են, էլի, ամենակննադատված ու լավ կոմենտներ ստացած քննարկված բանը, վիդեոները քոնն են, էլի, այսօր ակտուալ են, որ ասում եմ առավոտ տեսնում իրիկունը անում ես ու դից գրում են, էլի, մեկը լավ, մեկը վատ, ընդ որում ես նայում եմ, էլի, ժամանակ չունեմ, բայց որ վիդեոն տերում եմ, ուզում եմ կոմենտներն տեսնել։ Մի ժամանակ որ արձականցել նմանակում շատ է անում, իր թիկնապաներից մեկը ասում է որ ես չեմ հասկանում, դուք ինչ լեզվով եք խոսում, որ իրար երկուսով հասկանում եք։ Ես չեմ կարող հասկանալ։ Վատ կոմենտներից խոսացիք, իսկ ամենախնդալու կոմենտը որ եղել է։ Կհիշես։ Խնդալու շատ կա, որ ինձ վերաբերվի։ Խոսքի կարա շատ գեշ մի 70 տարեկան կին մտնի գրի քեզ այլու մեջ տեսել ես, մակիաժի կարմիր սենց ինչ-որ բառ։ Ո՞վ է գրում էլի։ Գրելա քեզ Աղավնի է, պարտադիր, հետևի աբլոշկեն, աղավնի ձիթենու ճյուղը բերան, պարտադիր է հետի։ Ու ինչ-որ հաղթելու ենք կամ ուժեղ ենք, չգիտեմ ինչ-որ։ Ու գրումը հայլու մեջ տեսել ես։ Կամ կարող է հայլի ունենաս 11 մեզ նայ։ Մեկի շատ են գրում, էդի ադրբեջանցիներից են սովորել, էդի շատ վատ բան է, որ ադրբեջանցիներից սովորեն ու մեզ ցավացնելու համար գրում են բան, կլոն։ Ես այդ ուզում եթե կլոն են։ հա կլովում։ Խառը գրում են, կլոն օյով ինչ կա գրում։ Իրանք չգիտեմ որ կլոուն պետք է գրեն։ Կլոն են գրում, որը որ ուրիշ բան է, էլի։ Էդի կոնկրետ դերասան Ավելի կիրթերը գրում են ծաղրացու։ Խոսքի ասում ես, բայց ինչի համար, հա, ասենք ես ծաղրացու եմ, լավ։ Ես մարդկանց ուրախացնելու համար եմ կյանքի։ Դու մարդկանց նեգատիվ տալու համար, մեջիդ մաղձին մեկնաբանություններում գրելու համար դու ծաղրացուներից ում գիտես կամ կարես դու ծաղրացու լինես մի րոպեով իրանց կարծիքով դա ինչ-որ ցածր բան է որ դրանով կարելի է մարդուն չգիտեմ վնասել ճոգում ես բայց ամենա բարդ բանն է մասնագիտությունն է իհարկե բարդ բա ունենք լեգենդար դեմքեր չէ դե հիմա օրինակ ասենք թե հիմա օրինակ համաշխարհային որ բանան ես հիմա ունենք մենք լուրջ ասենք տենց Ես գիտեմ որ հիմա մեր միակ ծաղրացում Վահագնն է Սիմոնյան։ Պոնչը։ Ահա, օրինակ, հա։ Հա, բայց Պոնչը ասպարեզում չի։ Հա, բայց դե հա, բայց ինքը այդ տարիներ շարունակ չեմ արել։ Ծաղրացուական հնարքներ է, էլի։ Հա, հա։ Ես ծաղրացու։ Գիտի կրկիսը։ Այ օրինակ հələ մի վար, տես լավ բան արեց։ Իսկ օրինակ Սոս Պետրոսյանի նմանակումը փորձել ես։ Չեմ փորձել, անկես ընդհանրապես չեմ փորձել։ Հələ դու Բայց ինձ թվում է, չէ, դե ես չեմ, ես вообще պարոդիաներ չեմ կարող Ռաֆներ չէ անում մի ժամանակ, եթե չեմ սխալվում։ Որ ռաֆ։ Ով է մեկը։ Հա, 32։ Հա, անում էր, հա։ Ու լավ էլ ստացվում է։ Բան ասում։ Այդ մի վիդեոից էլի։ Հա, վիդեոից, բայց այդ Էմիլները լավ անում, հիմա հրաժարվում է իհարկե այդ անելուց։ Պատմի, բաներից, չգիտեմ, ներկայաց հետաքրքիր է հետո նայ, բան ես, հեռախոսով նկարում ես էդի, շատ արագ մոնտաժվում է, ինչ որ պիտի մոնտաժվի, այդ նկարահանումների ժամանակ վստահ եմ, որ վարչապետի այդ ֆորմատով ֆռնում ես, ինչ որ կողքից տենց խանգարողներ, արձագանքներ, չգիտեմ, ինչ որ բանը տենց լինում, հա, որ Դե ազդանշաններ են տալիս ապրես մերսի վերջնաբոմբա այս, հա, բայց օգնողներ, խանգարողներն են էլ կլինեն էլ։ Խանգարողներ գրեթե չկան, օգնողներ ընդհանրապես չկան։ Իմ ասենց ասած միակ մինուսը երևի այդ է, որ Սամսիբը ռեժիսոր սցենարը ես եմ նկարող, ես եմ մոնտաժողը ես եմ, հա թիմ չունեմ։ Հա, բայց Արամ ջան, եթե ազդանշան են տալիս sense են անում, այդ արդեն օգնող է։ Հա, բան չունեմ ասել, բայց ես կուզենամ ավելի պրոֆեսիոնալ, ավելի գեղեցիկ
այդ ամեն ինչը մատուցվի ժամանակի հարց է կարծում եմ։ Դե բայց հետո обратный էլ կա, այտենց մտածում ես պրոֆեսիոնալ գեղեցիկ, բերում ես, ասենք, լուրջ ես սկսում այդ ամեն ինչը նայել, ու ընտիզումինք են, որ համովել, որ ստացվում էր, կոտրվում է։ Օրինակ հիմա ասենք թե ռեկվիզիտները, բեղերը խոսքի են, որ շատ խնդալու կպծրած, հա։ Կամ այդ պրոֆեսիոնալ ինչ-որ գրին բերես անես, կարամ դալուց, էլի, ասենք շատ արագ, շատ էժան հարց էր, էլի, լուծեմ արդեն 1800 դրամ։ Շատ արագ շինարետի խանութից մեռա։ Տենց էլ եղել է։ Մարկերով էլ որ տենց գծել են կտրել են, այդ գծերը մնացել է։ Հա, շատ։ Բանի այդ Քամրանի բանի վաղ ունես չէ, բեղեր ունես ինչ որ տես։ Կա որ կպցնում, կա որ ֆիլտր եմ դրում, բայց աշկը ես եմ շլդիկ։ Աշկը հա, բայց այդ կպցրած բեղը, ինքը որ խոսքի ամենավատ բեղն է, բայց շատ տեղին է։ Շատ տեղին է, դու ասած էլի։ 150 դրամ։ Տեղն էլ ասեմ, եկել էլ ասենք։ Արա միշի պատմություններ էլի կյանքից, պարտադիր չի որ լինի նկարանումից, ներկայացումից կյանքից ինչ որ զավեշտալի պատմություններ, որ քո մեջ տպավորվել են ու մեր հանդիսատեսին, մեր հետևորդներին հետաքրքիր կլինեն։ Օրինակ չեմ տեսեք, ես չեմ սիրում այդ որ TikTok-ով ասում եմ խոսքի։ Կարա Մարտենը ինձ ասի բլոգերա չեմ սիրում։ Ես բլոգ չեմ անում, չեմ արել, չգիտեմ էլ ինչա ոնց են անում։ Կան լավ բլոգերներ, բայց շատերին թվում է այս քննադատում եմ ընդհանուր Հայաստանում այդ բլոգերությունը կամ TikTok-եր ասածը։ Ես նույն վիդեոն բոլոր տեղերում գցում եմ։ Ես ինչի համար խոսեցի սրանից, որովհետև եղել է մի անգամ մի խանութում եղել ենք ես ու բլոգեր Թութու Լավան, մեծից փուճուր եկել են փաթաթվել են իրան մի 4-5 սերունդ էլի, ասենց ասեմ, բարուրի երեխոց մինչև պապիկ, Թութու Լավան, հետո տեսել են ինձ նույն մարդիկ, վայ, բայց դեմքը ծանոթ հա, TikTok-ում բան ասել եմ, հա, Վալոտ պապին եմ, հա, Վալոտ ջան, ես ոնց ես փոխում։ Չեմ ուզում ասոցացվեմ, ճիշտ է, մարկանց չեմ ուզում մեղադրեմ, այդտեղ է տեսա ինձ, բայց ընդհանրապես մի քիչ ոնց ասեմ, հասկանալու խնդիր կա, ընկալելու խնդիր կա։ Տեսեք այդ վատ մեկնաբանություններն էլ այսօր որ գրում են 90%-ը չեն տենում ինչա, մտնում գրում են։ Իրանք երթվում եմ չեն էլ կարդում։ Հենց հիմա գրեմ Նիկոլ Փաշինյանը, բան չգրեմ, 3 հատ կետ դնեմ, մտնելու են քրֆեն ինձ։ Հա, դե հենց էդի է էլի պետքա հասնենք նրան, որ կարող է գրել էի Նիկոլ Փաշինյանի կյանքին մեռնեմ ես։ Արամ ջան, ինչպես կասեր Հանրապետության երկրորդ նախագահան։ Ես գիտեմ ասում ես Յուրի Գագարինը։ Ինչպես կասեր Հանրապետության երկրորդ նախագահան։ Ինչա պետք դուք ասեք, կարանք մենք ասենք, կարանք կարանք ասենք անեն, հետո ասեն մենք այդպես բան չենք ասել, չկա նման բան մենք չենք ասել, ասեք անենք ու չենք արել, մենք ինչ ասել ենք, արել ենք։ Ավելյան։ Սուպեր։ Հիշողությունից մի քիչ վատ եմ, թե չէ դեպքեր շատ է լինում, ամեն օր է լինում է։ Խնդիրներից էս մեկն է, որ Մի հատ տեսա որտեվ ինչի հարցրեցի էլի բան ես նկարում հեռախոսը լիֆտը բացվեց պետք է մտնեիր բայց Աշոտ Ղազարի նմանակումը որ անում է Չէ հիշում ինչ էր տենց մի հատ կադր էր որ լիֆտը պետք է բացվեր դու մտնեիր գնայիր բայց մարդ չպետք է լիներ մեջ Հա մարդ չպետք է լիներ մարդը տեղը հանդիպեց այն բարև ձեզ ման ու բան սերուս Խնդրեցինք որ հանկարծ չզանգի էլի ասի կլինի ջնջես մեջը այդ դեպքերը լա շատ լինում ասում են ջնջի հա Հա ապա քուրս մեջը Քուրս մեջով ուզեցել անցնի դու նկարել ես բան։ Հələ համարը դուր։ Բայց որ համար են ուզում, դա ամենախնդալունն է։ Քո համարը։ Հա, մի անգամից գնում WhatsApp-ը գրի։ Ու դու հասկանում ես որ ներվային է գրել։ Հակոսի պետք է գրի։ Ինչա բարձում արդյունքում ինչի համար է ուզում։ Փող է ուզում, փող։ Իրանք գիտեն ես միլիոներ եմ։ Իսկ ավելի այդ բլոգեր ասած ներողություն Ես այս վերջում հումորային վիդեո նկարել էի Տարոնի ու Թութու Լավայի հետ կապված, բայց իրականում կա տենց բան, եթե ես այդ չլինեի մեջը, շփված չլինեի իրանց հետ, ես էլ կմտածեի, որ իրանք հա տենց հարուստ դեմքեր են, ու այսօր եթե գողությունել են անում, մեկը Թութու Լավայի տնից, դա իր արած աշխատանքի արդյունքն է, որտեղ այդ տպավորությունը ինքը ստեղծել է, որ ինքը հարուստ։ Այո Ինձ շատ հարուստ մարդիկ հարցնում ապա լուրջ է դիտած դզված, հա։
Ես ասում եմ, իսկ մարդը իրոք դեբիլ է։ Մենք պետք է հարցնենք, դու կամ մտածենք, դու խոսքի սովորական բլոգեր մարդ է հիմա խայպա, վայպա, չգիտեմ ինչ բռնում, գովազդանում, ինքն էլ իր ձևով, չգիտեմ, ապրում էս կյանքը։ Բայց նստես մտածես գիշերները չքնես, օրը լուրջ ցեփո։ Հա, բայց այդ մեր մոտ ազգային է, հետո։ Ազգային է, հենց այդ է վատը։ Ով ինչ ունի։ WhatsApp-ը, որ ասում ամենա անիրատեսականը է WhatsApp-ը, որ ասում է, ապեր մի հատ WhatsApp-ըդ գրի վիդեոյով մի հատ խոսում։ Բայց ամենակարևորը որ չէին ֆայմը, որ ինքը ցեպը կոշիկի մեջ էր պահել, բոթազի։ Այդ սաղ ազգին այդ ինտրիգա հետաքրքրել է։ Հələ մի բան էլ քննարկվեց բան, ինչի կոշիկ մեջ վերջը։ Լավ, ես լսել եմ ու դրանից հետո բոթասներ են սկսել առնել։ Չէ, անկեղծ եմ ասում, ասեցին ես ծիծաղում եմ, երթվում եմ։ Ինձ ապացուցեցին, որ բրենդը չեմ ասում, որ գովազ չլինի, կոնկրետ որ բանը ցույց է տվել, այդ դրա վաճառքը շատացել է։ Ինչ ասեմ, մարդիկ տես գովազդի համար գումարներ են ծախսում։ Ենք ապրում։ Այդ WhatsApp, որ ասում եմ, այդ WhatsApp-ըդ գրի է, մեկը այդ բանը WhatsApp-ըդ գրի մի հատ վիդեոյով զանգեմ։ Ասում եմ, ինչ ա եղել, ով է։ Երեխեն ուզում է հետդ խոսա վիդեո։ Անկապ մեկը, չէ։ Այսինքն, էլի ասենք, WhatsApp-ըդ գրի երեխեն ուզում է, ու դա շատ բան է։ Facebook-ի մեսենջերի համար է ծնունդն է երեխու, մի հատ վիդեո կնկարեք ուղարկեք, շնորհավորում եմ։ Facebook-ի Messenger-ով զանգում են, մեկ էլ videos ոնց, ոչ ճանաչում ես, այսպես մի ասում եմ, մեկ էլ ինքը վրից կին է։ 50 քանի տարեկան, Արամ ջան, մի հատ համարդ կգրես։ Բայց էլի փող։ Հա, փող են։ Հա, պարտադիր է, փողը պարտադիր է։ Գիտեմ, բաներ արես էլի, չգիտեմ։ Բայց ես ինչ էլ անում եմ, չեմ ասում։ Հա։ Խոսքի ես ինչ գիտեմ, դու ինչ ես անում։ Դե հա, հիմա չես բաղ։ Ես դրանով ինձ PR չեմ անում, որովհետև դա շատ վատ բան է, ու այսօր կան այտենց ազգային հերոսներ։ Շակերտավոր։ Հա, լավ, ես չեմ ընդունում։ Եկեք բան չանենք։ Հա, ես էլ չեմ։ Շատ չնեղվենք այդ թեմայով, որովհետև դա թող իրանք նեղվեն, որովհետև քարոզում են, դա քարոզ է այսօր։ Ես երեխաներ ունեմ, դա ինձ անհանգստացնում է, ինչքան իմ երեխաները TikTok-ում չկան, ինձ անհանգստացնում է։ Այդ անկապ տպավորություն թողել, որ իրանք այտենց ուժեղ տղերք են ու իրոք երեխեքը գնում են դրան։ Հիմա փողոցում ես քայլեմ, ինձ ճանաչեն, երեխա է 10 տարեկան, մտածի, ես բլոգեր Արամ Մանուկյանն եմ օրինակ, ու ես հանեմ մի հատ հանուն ոչինչի 20000 տամ նկարեմ, չէ՞։ Շատ ծնողներ չեն հասկանալու, որ ես այդ երեխու ինքնասիրություն արա։ կա։ Վաղ ինքը դավաճան է դառնալու $100 տվյալ է տալու։ Ու դա այսօր ոչ մեկ դրանից չի խոսում, ես խոսում դառնում աշկի գրողները չգիտեմ խի։ Տենց է լինելու։ Լրջացա մեր հաղորդումը։ Այդուսուս դրա համար Արամ ջան կխնդրեմ, որ երրորդ նախագահի լեզվով Էլի անդադ բան Արամ ջան խնդրեմ մի հատ երրորդ նախագահի լեզվով մի փոքր պատմես այսօրվա իրականության մասին, ինչ է կատարվում այս հարթակներում։ Անշուշտ ինչ հեղափոխություն է կատարվել, պոպուլիզմը շատացել է։ Ես արդեն այդքան պատուհան չմնաց, որ քարով չտամ ջարդեմ ու ասեմ պոպուլիզմը քանդեց մեր դպրոցները։ Այսպես ես որ ասում եմ անասուն, ինձ ասում են ինչի համար եք ասում անասուն։ Դու այ անասուն, բա բժիշկին խափեն, դոկտոր եմ էլի հիմա այս բանի ես։ Ձեր ճնշումը 100-ից 80, 90-70, ինչքան պետք է կարգավորեն։ Հայ լավ։ Նմանակումները հաշվել ես քանի հատ են։ Չէ։ Մոտավոր թիվ։ 5, 10, 15, 20, ինչի արանքում է, էլի։ Եթե հայտնի դեմքերին, հայտնի դեմքերին։ Ոնց որ կարծում եմ 50-ը կանցնի։ Հա։ Այսինքն ընդհանուր հայտնիների 50-ը։ Ընդհանուր հայտնիների 50%, էլի, հաստատվում է ընդհանուր հայտնիների 50% է, էլի։ Իսկ որ հարցրեցի հայտնիները, այսինքն չհայտնիներ կան։ Դե շրջապատում կա։ Անգերներ Բարևաններից, բաներից։ հանրային դեմքեր չեն, որ բոլորը չեն իմանում։ Տենց պոնտեր անում ես, զանգեցնաձենով նրան խոսած բան։ Մինչև հիմա էլ անում եմ։ Հիմա ընկերներիցս չնայած խաբար եմ տալիս։ Մարդ կա, որ չգիտի, հա, ես էլ մինչև հիմա ինքը գիտի, մի հատ ես կերպար եմ հորինել։ Այդ մարդու ընկերոջս հետ բիզնես եմ անում ու մինչև հիմա ինքը չգիտի, որ դա հորինածը ու ես եմ։
Հայրախոս Նա ուզանում մենք ես։ պետք է հանդիպենք Եվրոպայում։ Բայց այդ բանը հիմա գիտես չէ, ինքը արդեն մտովի հող առել այդ բիզնեսով։ Եթե բիզնես բան ես էլի իրան առաջ, մտովի հող առել, մի հատ բնակարան առել, ու չգիտեմ, արդեն ինչ որ բան է սարքում։ Հա շատ բաներ կա պլանավորած։ Նման միջավայր սաղ է այդ մարդը։ Դա ինքը մտովի սաղ առել է էլի հիմա։ Սնանգա ճանաչվելու խես մարդը։ Արմիս ինչ որ մեկի պարոդիաներից առաջին ինչ աշխատանք է գնում այդ ուսումնասիրություն, բան ո՞նց ալ, թե արագ ալինում։ Օրինակ ես 3-ից մեկին շատ արագ է պարոդիանս, թե դրա համար ինչ որ աշխատանք է պետք նստել։ Պարտադիր պետք է։ Հա կարաս ինչ որ մի բան քեզ թվա որ հա դու կարող ես անես, բայց փորձում մտած չանեմ։ Ես մի հատ պատկերացնում ես այդ մարդն եմ։ Ես պարտադիր պետք է մտնեմ կերպարի մեջ, ես պարտադիր պետք է այդ ժեստերը բան փորձեմ տենց մաքսիմում որ դառնա։ Եթե չէ չի լինի։ Ձերը 3-ին դե դժվար է, նշ չի որ հեշտ է։ Չեմ կարծում որ մեկը կլինի, հա այս կարամ ու կհելնի կամ։ Նու այդ մասին մենք Արտուրի հետ էլ խոսացինք, եթե կա այդ խարիզման, եթե կա այդ մարդկա որ չի ստացում կամ պետք է չի այդ մարդը պարոդիանել, որովհետև չունի այդ։ Մեկը տեմբրիխ բան կա, տեմբրի չկա։ Օրինակ Արտուրի մոտ շատ այդ կոշտ տեմբրներով է իդեալական ստացվում, հա։ Կարա խոսքի մեկ ուրիշի մոտ բարակ ձայնովները շատ լավ ստացվի։ Ոնց որ քո մոտ։ Հա։ Գիտենք ինչի մասին, հա։ Երրորդ նախագահից հետո Խնդրում եմ, եղել վարչապետի վարչապետի իմ գոլեգները, ոչ մի բան չի։ Արա, այ տղա է։ Էդի շատ լավ է։ Շատ լավ։ Այդ հարցազրույց է, վերջներ արեցի։ Ես շատ եմ սիրում օրինակ Արաքել Մովսյանի նմանակումը։ Քիչ եմ անում, բայց ես վերջերս որոշել եմ անեմ։ Այս իմ ամենասիրած գյուղն է այս։ Ոնց է այս գյուղը անում։ Բայց ուզում եմ հիմա ավելի շատ ոչ թե ճիշտ է քաղաքական այսօրվա մեր հումորների մեծամասնությունը կենցաղն է, մեկ էլ քաղաքական իրանք շատ իարքի կերպարներ են։ Ափսոս է չանելը։ Հա, բայց ավելի շատ ուզում եմ հիմա մի քիչ երկիչ, երկչույ, ինչի՞ չէ, դերասան իրանց նմանակել։ Հա, այդ միշտ աշխատում է, Արամ ջան, բայց քեզ ասեմ, հաջողության գրավականը քաղաքական դեմքերի մեջ է։ Որովհետև իրանց նյութերը թարմ են, հետո իրանց ամեն օր ինչ որ նոր բան կա։ Իրանց այդ տեքստերը արդեն պատրաստի գրած տալիս է քեզ։ Որ պիտի վերարտադրես ընդհանրապես։ Դոգ էլ կա, չէ՞, դոգ։ Հա, Մի հատ լավ միտք ծագեց, բանը քարոզարշավ կարելի անել։ ումով։ Դե սաղին մատ էլի, դե սաղի համար ինչ-որ մի հատ բան կարելի է մտածել։ Կոնկրետ մասնակիցների էլի։ Հա, խոսքի գնալ նոյեմբերյանից գալ։ Լեննականից պետք չի։ Պետք։ Նոյեմբերից այն կողմ գնանք։ Բայց խենք ուզում գնանք ընդեղից գանք, ստեից գնանք ընդեղ։ Նու պատկերացնենք քարոզարշավա։ Ունենք արդեն հայտնի տեխնացուներ ու փորձենք ստանանք այդ տեխնացուների քարոզարշավին Տեքստը։ համապատասխան տեքստերը, ով ոնց իր քարոզարշավը կաներ, իր գովազդը, կոպիտ ասած կաներ։ Հիմա երևի առաջի 3 կամ 4 ցուցակով չէ, կամ այդ լիդերներին պետք է անվի, էլի մնացածին պետք չի ինձ թվում, հա։ Բայց Սամվել Կարապետյանին օրինակ չեմ ուսումնասիրել։ Դու չեմ տեսնում, իրականում չենք տեսնում երևի, չէ։ Բայց ուզում եմ իրան էլ նմանակեմ։ Կարանք Նիկոլ Փաշյանից սկսենք։ Ինչ երեսուն է պետք է։ Տրամադրելու համար, հա։ Քարոզարշավ, բայց պետքա մի քիչ ինձ օգնեք։ Կօգնենք։ Ուր եմ գնում, ինչ իրավիճակ է։ Ինչ թվում է ուղղակի տեսախցիկը դրած, հա, պավիլյոնում։ Չէ, ավելի լավ է նոյեմբերյան ենք։ Նոյեմբերյանից պետք է գնանք դեպի ինչ կան դեռ մոտիկ։ Դե լավ, եթե տենց են գնում, եթե հա, տենց են գնում, ուրեմն հա Նիկոլ Փաշինյանը նոյեմբերյանից դուրս ենք գալի հիմա գնում ենք Իջևան։ Եվ բայց ես մի բան եմ ուզում հասկանալ։ Եթե ես
Իջևանից եկել եմ Երևան, որպեսզի գնամ Գյումրիից քայլելով գամ։ Ինչի համար եք տանում ինձ նոյեմբեր։ Այն կարքինի մեջ որ ասում է, ապեքշի ես եմ։ Դոգը ոնց կվերաբերվեր դրան։ Որ գալ ընդեղից հասներ ու նոյեմբերյանում կոնտեյներ էտի բանով համացանցով տեսներ ընդ ինչա կա։ Շատ գրեք հիմա մասնակցելու է։ Կարծում եմ որ ոչ։ Այո։ Մասնակցելու, բայց եթե չեմ սխալվում, Պարոն Հայրիկյանն է վարչապետի տեխնացիոն լինելու, եթե չեմ սխալվում։ Ամեն դեպքում ինչևից է Միտեղ բարի լույս, միտեղ բարի երեկո, ես հենց հիմա ոտով վտա Լոս Անջելեսնից քայլելով իմ համար գալիս եմ։ Ախի դու հետս չէ, ես էլ այդպես։ Մեր համար տանկտալի գալու ենք։ Եթե եկանք տեսանք հրապարակում մինիմում 100,000 մարդ չեղել, ուղուլալա։ Ես էլ սենց։ Ուղուլալա կարաչ։ Մազերնի, ինչի՞ չորտես Մազերնի։ Աղջիկը մարդ տեսել է, դու ինչ ես ապրում։ Էտա լավ հակած։ Պարոն Արզականյանը մասնակցում է։ Դա հասկանում եք, պետք չի ջոգի, որ տեխնացուն ճիշտ կկատարի վարչապետությունն։ Ինքը մասնակցում է, բայց ժողովուրդը պետքա հասկանում եք։ Շատ նման է։ Ես ընտրում եմ դեր։ Շատ նման է, լավելի է։ Հասկանում եք։ Հələ կգծել եմ։ Ես ասել եմ ողբիջը, ես մասնակցում եմ։ Հիմա ձեր պրոբլեմն է, եթե չեք ուզում դրմիտ։ Տաշերին 100% ասում Նիկոլ Փաշինյանը, ոնց ասում ձեր գարգերը մտնի։ Ես եմ քելաշով գնում եմ։ Դեռ մեր կոքի կարտոշկա է ծխում, մեջով կարտոշկա։ Քացով դը, շտաշ։ Լավ, թող դա չծախի ապեջը, դե։ Իմ քաղաքականությունը է։ Շատ նման է։ Ես ուժեմ ասում եմ։ Դուք ասում եք Սամվել Բաբայանը, ճիշտ է։ Հիմա դուք ոչ մեկը դից չեք լսում։ Ես ասում եմ, որ քայլերով պետքա գան հեղափոխության կամ իշխանության, դուք կասեք այո լսել եք, բայց բան չեք արել։ Ասում եմ, իշ 4 սատ գաուբեց է պետք։ 4 սատ գաուբեց։ Հիմա ասում եք, ծիծաղում եք, վաղը մի շոտ կտեսնեք ինչ եմ ասում։ Ինչ ասել եմ եղել է։ Իսկ ոնց կարձագանքեր առաջին նախագահը։ Բնականաբար կար մի ժամանակ կրկնում եմ, երբ ես վառում էի լույսերը, բոլոր ուրախանում էին, անջատում էի, բոլորը տխրում էին, հիմա լույս կա, բայց բոլորը տխուր են, կրկնում եմ շատ տխուր են, ինչից է, չգիտեմ, ինչու է այդպես։ Սուպեր։ Ելով կա արամ, ելով կա։ Լիշ խոդենք ուրախացել ենք, էլի։ Շատ կա։ Սպանիր մեզ։ Ես ներկայացումը, որ ասում եմ 10 տարեկան էի, գիտես որ բոցն եմ քո հիշում, չինացու հետ կապված ճիշտ եմ հիշում, բարև չինացի, հանդիպումա մի չինացու հետո 10 հոգու համար էր, հա, տենց Չեմ հիշում։ բարև առաջի չինացի, բարև երկրորդ չինացի, շատ խնդալու էր էդի, մինչև հիմա հիշում եմ տպավորվել էր։ Հետո հանդիպումա Չինաստանի զորքին ընդհանուր։ Այ, հա, բայց չեմ հիշում ֆինալը, էլի այդ շուտկեն, բայց կարա այդպես բան։ Հետո զորք որացի։ Բայց ինչ էր Աստված։ Օրինակ Աշոտ Ղազարյանը ինչ կասեր Արցումի մասին։ Համարյա հասակակից մարդիկ են, էլի։ Չէ, Մի պակալին են։ Մի սերունդ են։ Այդտեղ այն ժամանակ Աշոտ Ղազարյանը դու էիդ մեկել։ չէ, չես ասում։ Դու էիդ մեկել։ Հին հումորիստների։ Արմեն Խոստիկյանը կասեր այսինչ գնդել երեխայի։ Գնդել։ Աշդատա տղամարդ։ Այսինչ։
Նմանակումներ սիրում եմ անել։ Այդ 4 հատը մեկ ավազայրան պետք է անել։ 4 հատը։ 4 հատը մեկ արած։ Ալի շատ ռիսկիա մտնում է։ Արա, որ անսպասելի մտնում է։ Արա գրակ իր ասած ասում է, չի լսում կողքից։ Ինչ են ասում։ Դու էլ նեշի որ հասկանում ես ինչ։ Բայց մաներան արդեն երիկ է, էլի։ Ձենի վլվլոցի մաներան Արա, այ տղա։ Գևորգ Պետրոսյան։ Բայրան արցազրից։ Նիկոլ Փաշինը։ Эти глаза, это подожди, без. Արա, լսի։ Այս սկրել եմ հեսա։ Эти կացոկտոր։ Ինձ համար էլ ամենածիծաղալու դեպքը է դա։ Գևորգ Պետրոսյանը մի անգամ գրել էր ինձ, որ լավ է ստացվել, բայց պարապելու տեղեր կա։ Իրականում կա, էլի, ես Բայց շատ հումորով մարդը։ Հա։ Հումորով նախ պետք է հասկանանք, էլի, այն օրը տես մի հատ թեմայով խոսում ենք։ Հումորով։ Գևորգ Պետրոսյան։ Հումորով չի նշանակում խնդեցնում է, հումորիստն է խնդեցնում, հումորով հասկացողը, հումորը Հումոր հասկացողը։ Գևորգ անձամբ չէ ճանաչում, բայց հասկանում եմ, որ այդ մարդը հումորը շատ ուժեղ հասկանում է։ Մեկ Անում է լավ հումորները լավ։ մեկ Արա ոնց է ունի, արա այդ։ Մագն Ալեքսանյան փորձել ես այն թեժ պահերի։ Մի անգամ արել եմ։ Բայց չխոսանք էլի լրջանալու է էլի։ Արշկա։ Եթե տեսնում եք պարոն Ալեքսանյան 10 ամիս անցավ որ զանգում եմ չեք պատասխանում այսքանը։ դու խառն եմ հիմա։ Իսկ հավաշարային դեմքերից Թրամփ օրինակ։ Ուզում եմ անկեղծ 2 օր առաջ մտքովս անցավ։ Ինքը շատ հեշտ է այս։ Առաջ մի հատ մարդ կարան հենց անում։ Ես էլ եմ տեսել։ Շատ համ ձայնը, համ ժեստերը շատ ուժեղ։ Բայց դրա տեսակը այդպես հեշտ Չէ։ Ես մազեր դրած եմ մի հատ տեսել։ Չէ, ես մեկ երեքսել մարդը ենք տեսել։ Վերջնը։ Ինքը բան է, հենց կոմիկ է ինչ-որ։ Միսթր Բինի ժեստերն։ Բանի կոմեդի կլաբի են տղեն, որ Խառնում, Պուտին հա։ անում, չէ, Պուտին։ Պուտին։ Իրան են նման, էլի։ Դե ինքը նման էլ է, Շատ էլի նման է, ինքը։ էլի, ասենք էլի ոնց որ նրա ջայլ տեսակը լինի, էլի, որ այդ սա ժեստերը, բաները շատ ուժեղ, նման էլ է, ոնց որ ջայլ վախտի։ Ոնց Հայաստանում մեկը Նիկոլ Փաշյան դեմքով նմանելի կանից են կմեռնի այդ։ Լուրջ եմ ասում։ Լուրջ եմ ասում։ Բայց տեսեք խոսքի Թրամփի նմանակում են նորմալ է։ Հա։ Պուտինի նմանակում են նորմալ է։ Արամ ջան, դա աշխարհում ընդունված պրակտիկա է եւ նորմալ է, որ բոլոր առաջի դեմքերին վերջ քաղաքական գործիչներին վերջ կար նմանակողներ, կա հումոր։ Դա Մասնագիտություն։ Ինչ շատ են ասում, այն մասնագիտություն է։ 30 տարի առաջ անի, 30 տարի առաջ ես 8 տարեկան երեխայի ու անում էի առաջինը Խոստիկյանին նմանակել։ Ես միշտ նմանակել եմ, վերջի զանգին Լևոն Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան, բոլորին նմանակել եմ։ Ճիշտ է, վաղ չկար, որ ես Երևանին ստենային ճանաչեին, բայց արել եմ։ 16 թվականին Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին նմանակել եմ, շատ դիտում հավաքել YouTube-ով, խնդրել են, կանչել են, իրանք չէ։ Ասել են կլինի, ես այս ժամանակա, չէ, այս ժամանակատվածում, որտեվ ապրիլյան պատերազմից հետո էր, ես ընդունել եմ, հարգել եմ, ասել եմ, խնդիր չկա, չեմ անի ներկա պահին, բայց անելու եմ հետո։ Ուղղակի հիման չեմ հասկանում։ Ես 100% համոզված եմ Նիկոլ Փաշինյանը ված չի նայում, 100% համոզված։ Այդ իրան բալետ անող, ասենց ասած, մասան է։ Ես վստահ եմ, որ ված չի նայում, որովհետեւ 100% ված չի անում նմանակումը։ Կիսվեց էլ էջին։ Ինքը էջին կիսվեց։ Այդ նշանակում է, որ դա նորմալ հումորով ընդունվում է։ Նշանակում է, որ ված չի դիտվում դա։ Բայց մի հատ կոմենտ էի տեսել Հովոյի վիդեոյի տակ, որ վարչապետը կիսվել էր, մտել էին գրել էին Արամն էլ լավանում։ Էլի մտայինձիտ է կփրտել։ Արա լավ էլի։ Լուրջ եմ ասում։ Արա մանգալի գտնում են իրան, որտեղ անում եկա մի բակ գրել, էլի մատ նեգա։ Ֆիոր ասում եմ հավաքվեք, միտեղ գամ քրվեք հետո։ Ոգի սազատ եմ ձեզնից, հա։ Արամ ջան, ունենք մի հատ
Սենց հարց, որ մեր բոլոր հյուրերին ենք այդ հարցը տալիս, մեղքերի թողություն է կոչվում եւ ներողություն խնդրել։ Որևիցե մի մեղք, որ գործել ես մանուկ ժամանակ եւ դա տպավորվել է մեջդ եւ դրա համար պետք է ներողություն խնդրես, ճակերտավոր իհարկե մեղքերի մասին է, էլի, փոքր ժամանակ ինչ-որ մի բան, որ ասենք արել ես, հետո փոշմանել ես ու առիթը չի եղել, որ ինչ որ ներողություն քաշելիս, չգիտեմ, այդտենց մեղքիկ։ Չէ, բայց իմ գլխին են ավելի շատ արել։ Օրինակ ուզում եմ ասել, որ հորեղբորս տղեն ինձ բրթեքցել է ամեն երեխա ընկել եմ քիթս սենց է։ Բայց մայ շորտա իրա։ Բայց իստում օգնել է քեզ։ Հա, չէ։ Բան է ստացել, խարակցեր է ստացել, հա։ Ձեր։ Այնձև շատ ուղիղ էր, սիրուն չէ։ Չէ, բայց իրականում նենց մի բան կա, միգուցե կարող է, չգիտեմ, ավելի մեծ տարիքում են, որ ասում ես զանգել եմ ինչ-որ բան, տենց իրանց ներողություն ասես կներես, չէի ուզում տանջվեիր։ Կա տենց։ Երկու եղբայր ունեմ փոքր ինձանից, իրանց կասեմ ներողություն, միշտ էդի իրանց էլ եմ ասել, որ արել եմ բան, որ չի անի, չեմ ասում տականքություն, պրոստը շատ սիրելով իրանց չի անի, բայց արել եմ կարծում եմ իրանց համար, իրանց լավի համար, բայց հիմա հասկանում եմ, մտածում որ կարայի չանել, կարայի խոսքով ավելի գրագետ խոսքով, ավելի սիրուն խոսքով, ավելի շատ սեր տալով իմ ուզածը ստանայի։ Մի քիչ կոպիտ եմ եղել հետները։ Գնաս ինչա։ Դա փոց է տվել էլ, ինչ պետք է անի։ Փոքր խելոք չեն մնացել, դա փոցը տվել է, ինչ։ Յամեն չէ կանալն է հայ։ Դա նորմալ է։ Նորմալ, անցնենք պսպզոցին։ Դες վերջինս է, բա ինտերնետ նստել արդեն ջոգեր նստել։ Եղբայր ջան, լավ տեղավորվել եմ։ Եղբայր դա է գնացել։ Փոխվենք տեղերով ընդհանրապես։ Ինձ ստեղ դզեց տենց մի տեսակ։ Ոնց ուզում ես, Էմիլ ջան։ Ուղիղ ես նայում բարես։ Մինչև ընտրությունները դու կարաս այնտեղ նստես։ Ընտրություններից հետո Տեսնենք տեղափոխվենք։ լով անտրվող կջոգենք ով որտեղ կնստի։ Ընտրություններից հետո տեղափոխվենք։ Ընտրություններից հետո է։ Չէ, ոնց որ չէ։ Եթերը։ Արամ ջան, Ջան, աղբեր ջան, ունենք sense մի հատ խաղ, ցաղը տանը։ Սրա մեջ պզիկ է տեղադրված։ Այս պզիկը ես սխտում եմ հիմա հանի մեջից։ Sense մի հատ խաղ ունենք, այս պզիկով պետքա պսպզացնես մի հատ երգ։ Պատկերացրի, չէ՞ որ մենք կարողանանք գուշակել։ Ցանկալի հիթային, որ իր դժվար է, նոտաներ չունի, էլի մի ձենի վրա։ Մա փորձի։ Բայց փորձի որ բայց ես պատկերացնես։ դժվարացնեմ, կարող Չէ, ես մեզ պետքա որ դու դժվարացնես։ Ինքը արդեն դժվար է։ Մաքսիմալ հեշտացրու։ Հա, ինքը արդեն դժվար է գուշակել իրականում, էլի, եթե դու դժվարացնես, կյանքում չենք գուշակի։ Հայկական, հա։ հա, Հա, արդեն հայկական, հա։ Էստրադայի արդեն մեկ ոչ դու։ Ես ինքը տենում եմ։ մայստրոն զգում է։ Բան է էստրադա։ Ռաբիս։ Բավշա։ Երազին երգիր։ Այդ ինչ է ասում, դե։ Ոնց ես դու ասում։ Ապա Ես Նոտաներով արի։ Ես հայտարարում եմ այսօր ծյոմին, այս խաղի չեմպիոն։ Այսօր չէ միշտ։ Այսօր ասելով, այսինքն այս հաղորդումների ընթացքում միշտ ասենք ամենաբարդ երգերը չգուշակվող միշտ գուշակում ես։ Այդ Մոցարտի 7-րդ սիմֆոնիա։ Դե չինի, դե ինչ ես ասում։ Պզիկով, չէ։ Պզիկով։ Օ, իմ սիրած խաղն է։ Հիմա բոլորով խաղում ենք պատմություն, մեկ բառով, յուրաքանչյուրս մեկ բառ ենք ասում, այսինքն շատ արագ, պատմությունը բնականաբար պետք է լոգիկայի մեջ լինի, ինչ-որ իմաստ ունենա։ Բայց երկար չեն մտածում, ինչ եկավ մտքիդ Ու արա, բառը։ ու հնարավորինս խնդալու ստացվի, էլի, աշխատենք խնդալու ստացվի։ Քաղաքական թեմայով։ Ցանկացած։ Հարգելի Ընտրազանգված։ Ազգային Մտածելակերպով պետք է Ընտրել հասկանում եք։ որ լավ բանը Հասկանում եք։ ընտրողներին վերջ։ այսքանը հասկանում եք։
Հասկանում եք։ Տակը սիրով պարոն Արզականցը։ Ոյ։ Հիմա հասկացաք։ Հասկացաք։ Այ։ Всё. Ինչ կատարվում ապե։ Հասկանում ես։ Մի հատ էլի։ Վար։ Նատ արի լրիվ ուրիշ տարբերակով հետն են բանը։ Ինչու դաժան բան է մտածվի իմ համար, ես հասկանում եմ, ես մինչև գա հասնի ես պատմությունը։ Ինչե՞ բա, քեզ ասնի կլինի կռազի շոֆեր։ Արա լրիվ ուրիշ բան է դառնալու։ Հեչ հույսեր չկա, որ են կողմ գնամ։ Պահի։ Հետ։ Ուրիշ ձև չեմ կա։ Ապա ինչա դուրդ եկել Արամը ոնց է ցույց տալի։ Այդպես մեզ սպասում ես։ Թույն տարբերակները, բայց ինչա, ով է։ Դասմալ այնքան տարբերակներ կա։ Ղաս կա։ Okay, նայ։ Դիջե։ Նե։ Ո՞ս պատկերս։ Բայց գիտես իմ գործը ի՞նչն է։ Ոտենց վերջում։ Վրամ եմ։ Չէ։ Ստեղ դու քնի։ Դե ես չէ ուր ես ֆռում։ Բայց ինչ է։ Դե ցույց եմ տալի, ոնց ցույց տամ։ Հա, այդ Դավայ։ 100% ժոգել եմ ցույց։ Արա մի հատ էլի։ չի օգնի։ Չի օգնի, այսինքն դու չես հասկացի ով է։ Ես էլ չեմ Դու հասկացել։ չես հասկացի ով է։ Ինչ Ինչ-որ սենց ինչ-որ վիճակով, ինչ-որ ձևերի մեջ։ Հա, բայց մի հատ բան հարցնեմ, էլի։ Մի 45 րոպե այնտեղ ցույց էին տալի երկուսով, հետո ֆրազ դարավ մի հատ ինչ-որ բան։ Հա, էտա։ Բան, ոսկե միջինն է։ Ասեմ ինչա։ Ասա։ Պոնտերով քաղաքական գործիչ։ Սենց խառը իրավիճակ։ Հա հիմա դա մարդ է, Թե իրավիճակ։ Անուն ազգանուն է կոնկրետ։ Չէ, Չէ, տեսակը, կերպարա։ կերպարա։ Լեկտի տեղը ինչ է ինքը։ Լեկտի, հա, ինչ է բան։ Խուժան գյադա։ Չէ, Քյարթու ինչ որ բան։ Քյարթու Քյարտու աղջիկ։ աղջիկ։ Օրո ես ոобще կերպարի վրա էի գնում։ Դե աղջիկներ ընդ չէի կարես։ Այս բան։ Կներեք վերցինը դուք եք։ Այո, համեցեք։ Հա, հա, էդի հա։ Հասկանում ես։ Հետո ինքը տենց է դառնում։ Հա։ Բայց օրոդոր։ Բայց Այո։ Ուժեղ բան է ցույց տվել։ Ես չեմ հասկացել, կստացի։ Ոչ չես Չեմ հասկացել։ հասկացել։ Բայց կարամ կրկնել։ Ինչ տեսել եմ։ Կրկնել իրան ցույց տուր։ Չէ, դե ցույց տուտենանք ինչ ես տեսել։ Այդ Որո։ ու վերջում ու վերջում
Այդ վերջինը չգցեց Այ, շփոթության մեջ։ տենում ես։ Այդ վերջինը գցեց շփոթության մեջ։ Այո։ Արամ ջան, սայնս պատմության մեջ ենք ախպեր ջան։ Ինչա ցույց տվե ցույց եմ տալի, ահա։ Որը ոնց ցույց տվեց այդ, հա։ Սա շուր, Արամ։ Դա վերջում sense։ Հիմա դու կարաս ասես դա ինչ է։ Ինչու։ Հիմա կարաս ասես պաբիրոզից բաշկելու լավ։ Չգիտենք էլ մի բառ է երկուսը։ Այդ էլ չգիտենք, հա։ Օրինակ Դե նայեք մի հատ է ցույց։ իմ հաշվարկով համեստ ակլոր էր ապել։ Հոգնած։ Ո՞նց ես ասում։ Մի քիչ ուրիշ։ Բան, ինչ է։ Բլնգած։ Լուրջ ես ասում։ Բլնգացավ։ Բլնգած ակլոր։ Արա լավ է դի հեշտ է ցույց տալ, այո։ Արա դե ոնց է բլնգածը ոնց է։ Արամջան, ապրես որ այսօր ժամանակ գտար եկար, լավ ուրախացանք։ Մենք ուզում ենք որ դու ստեղից ուրախ գնաս ու մեր գործընկերոջ կողմից ուզում ենք քեզ հանձնել շատ սիրուն օրիգինալ նվեր, որը անպայման կուզենք որ դու բացես, նայես, որովհետև մենք ուզում ենք ֆիքսենք քո ռեակցիան։ Այստեղ։ Այո։ Արա Շատ մի բան շնորհակալ եմ, էլի։ Եթե կասես էլի։ Չէ, հիմա կբացես։ Ուղղակի ես խնդրում եմ, որ ինչ որ բան մեկնաբանելու լինես, բայց խոսելու ես նվերի մասին, եթե կարելի է վարչապետի նմանակումով։ Խնդիր չկա։ Դեռ չկա եղբայր։ Հտից չկա ու պակետի մեջ բան չկա։ Օպա։ Օ։ Ուտելու է։ Ոչ։ Կարող եմ բացել։ Կարող ես բացել, այստեղ գրություն կա, պարոն վարչապետ, կարող եք կարդալ գրությունը։ Դու մրգերիշ եմ արամ։ Ոսկեվազյա գինու մարամ, միշտ հին ու նոր իմ Հայաստան։ Նիկոլ Փաշինյան։ Պարոն Սևակ։ Բացեմ։ Հա, կարող ես բացել։ Նայ բացում եմ։ Չէ, եղբայր։ Չէ։ Չբացեցի։ Բաց։ Դավո հլմկրատը։ Այս կողմն ենք, ահա։ Օգնենք ձեզ էլի։ Շատ գեղեցիկ է, ես որպես Արամ ասեմ էլի։ Կլինի։ Կլինի։ Շատ գեղեցիկ է, շատ շնորհակալ եմ։ Ինչ է, իմ ջեր։ Դե եք ուզում հասկանանք էլի։ Ինչ է։ Ինչ կարելի։ Բայց ուտելու չի։ Ուտելու չի։ Սենց ասեմ, հաստատ։ Շատ սոված է լինում։ Շատ սոված էլ ուտելու չի։ Բայց եթե Բայց ուտես մեր դերասաններից մեկը եղել է որ կծել է։ բայց Իմանալով, որ ուտելու չի։ Չէ, մենք ասեցինք Չէ, չի իմացել, շատ նման ա եղել։ բայց ինչ որ տես չես թունավոր։ Մոմ, հա։ Չէ։ Օրինակ ծիրանը նման չի շատ։ Իսկականին էլի։ Իսկ հոտը ծիրանի։ Չէ, հոտը ընդհանուր հոտ է։ Էլի չեմ հասկանում ինչ է։ Կարաս վերցնես իրան։ Մեր հետևորդներին էլ կարող ես ցույց տաս։ Դրան շատ բնական է, շատ։ Ներ։ Մեր ինչ, քար, հա։ Արարատյան դաշտավայրի։ Չէ։ Հա, քար։ Հիշում եք շվիկ էինք սարկա։ Բայց մոմ է։ Չէ, մոմ չէ։ Լավ չես կրա, մոտ ես։ չես գուշակում լվացվում են սրանով։ Սա, օճառ է, սապը։ Սապն ուղղակի շատ է սապը։ Անջան օճառ։ մեր հովանավորի Սարնի ընկերության կողմից այս գեղեցիկ օճառների հավաքածուն քեզ սիրով։ Շատ շնորհակալ եմ։ Մենակ որ տանաստուն բոլորին կզգուշացնես, որ սա բնական չի, օճառը։ Այս օճառը տանես, հա։ օճառվելու համար չէ, այլ սապնվելու համար չէ, այլ օճառվել, լողանալու համար է։ Խոսքով։ Շատ շնորհակալ եմ։ Մենք քեզանից ենք շնորհակալ։ Քեզ ստեղծագործական բուրըն հաջողություններ ներվելդ մի թվայի։ Ընտրություններին էլ հաջողություն դες։ Հասկանում եմ։ Այսքանն է։ Խոհանոցում, կաղնիք է